traumatisé par la perte de l'Artsakh et se sentant abandonné par son allié historique russe. Արցախի կորստի տրավմայից հետո եւ իր պատմական դաշնակից Ռուսաստանի կողմից իրեն լքված գալով Երևանը կտրուկ շրջադարձ է կատարում դեպի արևմուտք, նպատակ ունենալով ապագայում անդամակցել Եվրոպական միությանը։ Սակայն արդյոք այս ուղին դեպի անվտանգություն եւ բարգավաճում տանող ճանապարհ է, թե վտանգավոր պատրանք, թշնամիներով շրջապատված իր աշխարհագրական դիրքում։ Եվրոպան, որն այսօր ճգնաժամ է ապրում, արդյոք կարող է վստահելի պաշտպան լինել, եւ որն է նման ինտեգրման իրական գինը, հատկապես հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հեռանկարը, ինչպես նաեւ Իրանի ու Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների հավասարակշռությունը։ Այս բարդ մարտահրավերները վերծանելու համար սիրով տաղավարում տեսակապով հյուրընկալում եմ յուրօրինակ ուղի անցած մի փորձագետի, անկախ վերլուծաբան եւ էսեիստ Մաքսանս Մանյոտոին։ Նա Հայաստանը բացահայտել է երաժշտության միջոցով, նախքան այստեղ ապրելը, ճամփորդելը եւ մի քանի կարծրատիպեր կոտրող աշխատություններ ստեղծելը։ Նրա վերլուծությունը հիմնված է Հայաստանի պատմության խորը իմացության վրա։ Offre une perspective à contre-courant des récits simplicistes. Bonjour Maxence, merci d'avoir accepté notre invitation. Բարև Մաքսանս, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Նախ խնդրեմ ասեք, թե ինչն է ձեզ Հայաստան բերել, իսկ հետո դրդել երկու գիրք նվիրել մեր երկրին։ Merci d'abord pour m'avoir invité à votre nouveau média francophone, c'est pour moi un honneur. Նախ շնորհակալություն ձեր նոր ֆրանկոֆոն մեդիա հրավիրելու համար։ Ինձ համար մեծ պատիվ է։ Իմ անցած ուղին իրոք բավականին յուրահատուկ է։ Ես ծագումով իտալացի եմ։ Քանի որ մայրս ֆրանսուհի է, իսկ հայրս իտալացի, ես ստացել եմ երկխաղացիություն։ Ես Գարդա լճի ափին գտնվող մի շատ փոքրիկ գյուղից եմ։ Այն ժամանակ Իտալիայում Հայաստանի մասին շատ տեղեկություն չկար, այնպես որ ես սկսեցի հետաքրքրվել Հայաստանով երաժշտության միջոցով։ Շատ էի ունկնդրում System of a Down, որը Լոս Անջելեսի հայկական սփյուռքից կազմված խումբ է։ Եվ դա ինձ մոտ հարցեր առաջացրեց Հայաստանի պատմության վերաբերյալ, թե ինչպես է ստացվում, որ Իտալիայում պատմության դասագրքերում դրա մասին երբեք չի խոսվում բացառության 2-3 կարճ տողից, եւ իրականում երբ պարբերաբար Ֆրանսիայի գալիս ընտանիքից տեսնելու համար անցնում էի հայկական խանութների մոտով, որտեղ կային Արարատ լեռան, Երևանի եւ Հայաստանի հետ կապված պաստառներ։ Հետագայում հեռուստահաղորդումներից էի ինֆորմացվում Հայաստանի մասին։ Այսպիսով սկսեցի հետաքրքրվել հայոց ցեղասպանության թեմայով։ Ինձ շատ էր հուզում այն հարցը, թե ինչպիսին է եղել Հայաստանի պատմությունը, ինչն է պատճառը, որ Հայաստանը դարձել է խորհրդային միության մաս, եւ հետագայում այս բացարձակ աղքատ, բայց մեծ պատմություն ունեցող փոքրիկ երկիրը ինչպես հաղթանակ տարավ 90-ականներին Ղարաբաղյան, այսինքն Արցախյան պատերազմում։ Ինչ շատ էին հետաքրքրում Կովկասը, Կենտրոնական Ասիան, որպեսզի ինչ-որ չափով հարստացնամ ունեցածս գիտելիքներ այս երկրի մասին։ Հետո մեկնեցի Ֆրանսիա եւ մի քանի տարի ապրեցի այնտեղ, Մարսելում։ Այնտեղ ծանոթացա մի հայ հոգեբանի հետ, որն այսօր իմ կինն է։ Մենք երեխաներ ունենք։ Այն ժամանակ նոր էինք հանդիպում, ես մի քանի օրով մեկնեցի Հայաստան, քանի որ հետաքրքրված էի Հայաստանով։ Ուզում էի տեսնել Կովկասը եւ հատկապես Հայաստանը։ Եվ հենց այդտեղ ես որոշեցի թողնել իմ նախկին անժամկետ պայմանագրով աշխատանքը եւ հաստատվել Հայաստանում։ Առաջին տարին որպես եվրոպական կամավորական ծառայության մասնակից մշակույթի եւ երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալեցի։ Իսկ հետագայում երկրորդ տարին 2015-16 թվականներին աշխատեցի Կազա շվեյցարական հիմնադրամում։ Ապրելով Հայաստանում ես կարողացա տեսնել, թե որն է իրականությունը հենց տեղում, իհարկե իմ անձնական պատմության եւ ձեռք բերածս փորձի միջոցով։ Օգտվեցի առիթից եւ այդ ընթացքում ճամփորդեցի, բայց իդեպ բնակությանս վայրը ինձ հյուրընկալած հայկական տունն էր։ Եղա Վրաստանում, Իրանում, Արևմտյան Հայաստանում, այսինքն այսօրվա թուրքական Քրդստանում։ Հասել էի մինչև Վան եւ Դոգուբայազետ։ Եղել եմ նաեւ Ուկրաինայում, Աբխազիայում եւ 3 անգամ Արցախում։ Ձեր կինը սփյուռքից է, թե Հայաստանից։ Երևանից է, Հայաստանից։ Հայ է, որին հանդիպել եմ Ֆրանսիայում, երբ նա եկել էր իր ընտանիքին տեսակցության։ Հետո ես նրա հետևից գնացի Հայաստան, իսկ հետո երկուսով վերադարձանք Ֆրանսիա։ Ավելի ճիշտ ոչ թե վերադարձանք, այլ երկուսով մեկնեցինք Ֆրանսիա, քանի որ ինչ որտեղ ես հիմա վերադառնում եմ Ֆրանսիա, բայց երբ գնում եմ Իտալիա, վերադառնում եմ Իտալիա։
Եվ երբ գնում եմ Հայաստան, ինչ որտեղ տպավորություն է, որ վերադառնում եմ նաև Հայաստան։ Այս փորձառությունից ես 2 գիրք եմ գրել։ Հայաստանը կարծրատիպերից անդին գիրքս հրատարակվել է 2018 թվականին։ Այն Հայաստանում ունեցածս փորձառության մասին է։ Ես փորձել եմ ներկայացնել մի Հայաստան, որը տարբերվում է ցեղասպանության պատմություն ունեցող աղքատ երկրի կերպարից։ Այսինքն ինչպիսին է այսօրվա կենթանի Հայաստանը։ Եվ երկրորդ գիրքը, որը լույս է տեսել 2021 թվականին, հայկական ցասում եմ անվանել։ Այն Հայաստանում ռոքի եւ մետալ երաժշտության տարածման պատմությունն է։ Խորհրդային շրջանից մինչև մեր օրերը։ Խորհրդային շրջանում, երբ արգելված էր, հայերը միանույնը լսում էին այս երաժշտության այս ժանրը։ Գրքում կան նաև բազմաթիվ հարցազրույցներ տեղացի եւ միջազգային արտիստների հետ։ Օրինակ Deep Purple-ի Young Gillan-ի հետ։ Maxence, vous êtes aussi analyste. Դուք քաղաքական վերլուծաբան եք, լավ ծանոթ եք նաև հայտնի ֆրանսիացի քաղաքագետ Ժերար Շալյանի գրչին։ Ինչ եք կարծում, մեզանում Հայաստանն ինչ դիրքում է ձևավորվող նոր աշխարհակարգում։ L'Arménie, dans cette conjoncture internationale, Հայաստանը այս միջազգային իրավիճակում ինչ դեր ունի։ Հայաստանի խնդիրն այն է, որ մի երկիր է, որը մի քանի դար շարունակ պետականության փորձ չի ունեցել։ Այսպիսով, պետականության առաջին փորձերը եղել են Խորհրդային Միությունից անմիջապես առաջ եւ Խորհրդային Միության օրոք, բայց դա սոցիալիստական հանրապետություն էր, որը մեկ այլ երկրի մաս էր կազմում, առանձին երկիր չէր։ Անկախությունից հետո նրանք նույնպես հսկայական փորձ չունեին, թե ինչ է նշանակում լինել ինքնիշխան երկիր։ Արդյոք հայկական ազգ պետությունը վերջնականապես կայացել է։ Սա մի բանավեճ է, որը բավականին բաց է հայկական սփյուռքի շատ վերլուծաբանների շրջանում։ Մինչև 2020 թվականը Հայաստանը իրական աշխարհաքաղաքական դեր ուներ, այսինքն ազատագրելով Արցախը եւ նվաճելով Արցախի շուրջ գտնվող Ադրբեջանի մի շարք շրջաններ, Հայաստանին հաջողվել էր Նախիջևանն անջատել Ադրբեջանի մնացած մասից եւ ինչ որ կերպ ինքնապաշտպանություն ստեղծել Հայաստանի համար, Սյունիքի մակարդակով։ Հայաստանի թույլ կետը Սյունիքն է, այսպիսով Ադրբեջանը Նախիջևանից կտրելով, հայերը փաստացի կտրում էին նաեւ պանթյուրքական առանցքը։ Սակայն քանի որ Հայաստանն աղքատ երկիր է եւ սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ուներ 1988 թվականի երկրաշարժի պատճառով, ինչպես նաեւ մեծ սփյուռք ուներ Ռուսաստանում, բնականաբար նրանք պետք է գտնեին իրենց դիրքը ոչ թե միջազգային, այլ տարածաշրջանային մակարդակում։ Այսպիսով պետք էր կառչել Ռուսաստանի պաշտպանությունից։ Իսկ դրա դիմաց ինչ կշտանային։ Այն ինչ տեսանք օլիգարխների քայլերում, որ բազմաթիվ հայկական ձեռնարկություններ վաճառվեցին, ինչպես նաև ռուսներին տրամադրեցին 2 անգամ 3 ռազմաբազա, մեկն էլ Մեղրիում էր։ Այսինքն ինչ որ չափով հայկական ինքնիշխանության կորուստ եղավ հանուն Ռուսաստանի կողմից ինչ որ պաշտպանության, մինչև 2020 թվականը։ Այնուհետև Հայաստանի քաղաքական համակարգը փոխվեց եւ փորձեց ավելի շատ մերձենալ արևմտյան աշխարհին։ Իհարկե, ուժային կենտրոնների շուրջ գտնվող ազգ-պետություններն ավելի թույլ են, քան այդ բևեռները։ Այնպես որ եթե մի ուժային կենտրոնը տեսնում է, որ իր վերահսկողության տակ գտնվող ազգ-պետությունները գնում են այլ ուղղությամբ, այս կամ այն կերպով սկսում են միջամտել։ Սա արդեն տեղի է ունեցել Վրաստանի հետ։ Օտար երկրյա ազդեցությունները Վրաստանում ի թիվս այլ բաների դրդեցին, որ Ռուսաստանը քայլեր ձեռնարկի։ Շատ բարդ է ամփոփել, թե ինչ է տեղի ունեցել 2020-ից 2025 թվականներին, բայց եթե ուզում եք ինչ-որ առումով նշել, ապա Հայաստանի վերադիրքավորումը այսօր 2025-ին չափազանց նուրբ հարց է, որովհետև ինչ որտեղ դուք ստիպված եք լավ կապեր եւ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, քանի որ ռուսական 2 ռազմաբազա ունեք, գազի մեծ մասը ստանում եք ռուսներից, դուք սահմանակից եք Իրանին։ Հետևաբար դեպի արևմուտք դիրքավորումը շատ փխրուն հարց է, բայց կա մի բայց։ Կա նաև դրական կողմ, որը իսկապես Հայաստանի ուժեղ կողմն է։ Լինել մի երկիր, որը այսպես ասած Եվրասիայի մաս է կազմում, քանի որ այն գտնվում է այսպես ասած պարսկական, սլավական, մի փոքր թյուրքական եւ եվրոպական աշխարհների խաչմերուկում։ Այսպիսով հնարավորություն ունենալ մի ոտքով լինել Եվրոպայում եւ Արևմուտքում, միևնույն ժամանակ չհրաժարվել այլ բևեռների հետ ունեցած կապերից, քանի որ ունեք եւ պարսկական եւ ռուսական կապեր։ Հայաստան այսպես թե այնպես Ռուսաստանի ռուսական կայսրության մաս է կազմել 2 դար։ Այնպես որ անխուսափելի է, որ կապեր չլինեն։ Մեկ այլ նկատառում աշխարհագրական տեսանկյունից ինչպես վարվել։ Հայաստանը ուզում է ինչ-որ մեկի պաշտպանությունը, որովհետև մենակ չի կարողանում պաշտպանվել, կամ դա շատ բարդ է։ Բնականաբար աշխարհագրական առումով Ռուսաստանն է կողքը, ոչ թե Միացյալ Նահանգները, որը հեռու է։ Bien évidemment, géographiquement, c'est la Russie qui est à côté et pas les États-Unis qui sont
L'Arménie souhaite adhérer à Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, բայց հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերները, ինչպիսին օրինակ Ուկրաինայի պատերազմն է, ինչ եք կարծում, արդյոք Եվրոպան պատրաստ է Հայաստանին ընդունել իր ընտանիք։ Alors, à mon avis, quelque part, la vraie question à se poser, que vous devez vous poser. Իմ կարծիքով իրական հարցն այն է, թե դուք, հայերդ, պետք է ինքներդ ձեզ տաք։ Հետևյալն է, ոչ թե արդյոք Եվրամիությունը պատրաստ է ընդունել Հայաստանին, այլ արդյոք Հայաստանը պատրաստ է ինտեգրվել, եթե հնարավոր լինի, Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին։ Որովհետև երբ մի երկիր ինտեգրվում է Եվրամիությանը, ավտոմատ կերպով վաղ թե ուշ պետք է ինտեգրվի նաև ՆԱՏՕ-ին, այսինքն Միացյալ Նահանգների Ատլանտյան դաշինքին։ 90-ականներին եւ 2000-ականների սկզբին կար մի չափազանց կարևոր եւ ազդեցիկ աշխարհաքաղաքական վերլուծաբան Զբիգնև Բժեզինսկին, որը գրել է Մեծ շախմատային տախտակը։ Նա լեհական ծագում ուներ, բայց ամերիկացի էր։ Նախագահ Քարթերի հատուկ խորհրդական էր։ Նրա գրքերը, հոդվածներն ու հարցազրույցները կարդում եւ վերլուծում էին բոլոր հնարավոր վերլուծաբանները, ինչպես նաեւ նախագահները, որոնք նրան շատ էին լսում։ Երկու սկզբունք կա, որ պետք է մտապահել Բժեզինսկու առաջարկածներից, այն մասին, որ Միացյալ Նահանգները կարող են պահպանել իր տեղն աշխարհում։ Այդ տեղի վերաբերյալ ԱՄՆ-ում հատուկ արտահայտություն կա. The West and the Rest, այսինքն արևմուտքը եւ մնացածը։ Միացյալ Նահանգները նույնականացնում է իրեն արևմուտքի հետ, իսկ մնացածը մնացածն է։ Այսինքն նախ Միացյալ Նահանգներն են, հետո մոլորակի մնացած մասը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Բժեզինսկին միշտ պաշտպանել է Ուկրաինան ռուսական վերահսկողությունից անջատելու գաղափարը, լինի դա տարածքային, տնտեսական, քաղաքական թե մշակութային։ Նա մշտապես առաջ է քաշել այդ գաղափարը առայն, որ պետք է Ուկրաինան անջատել Ռուսաստանից, այդպիսով արևմուտքը կխանգարի Ռուսաստանին կրկին կայսրություն դառնալ։ Ամենակարևորը հասանելիություն ունենալ Ուկրաինայի ռեսուրսներին եւ Սև ծովի տակ ջրերին։ Եվ երկրորդ կետը, որն իմ համեստ կարծիքով ամենակարևորն է, այն էր, որ նա ցանկանում էր, որ Եվրամիությունը ավելի ու ավելի զարգացնի իր հարաբերությունները Եվրոպայի արևելքի հետ, որ ինտեգրի Վարշավյան պակտի նախկին անդամ երկրներին, ինչպես նաև հետխորհրդային տարածքի երկրներին, օրինակ Բալթյան երկրներին եւ իհարկե Ուկրաինային։ Ինչու՞, որովհետեւ նա կարծում էր, որ Եվրոպան արևմուտքի ՆԱՏՕ-ի հենակետն է։ Այսպիսով, եթե Հայաստանն ինտեգրվի Եվրամիությանը եւ անկեղծ ասած ես այս հարցում հսկայական կասկածներ ունեմ, ապա հարց է առաջանում. արդյոք Հայաստանը պատրաստ է արևմուտք կանալ։ Այսինքն արդյոք պատրաստ է կրել Եվրամիությանն ինտեգրվելու հետևանքները, արևմուտք կանալ, ինչ որ չափով նաև ինքնուշխանության կորուստ ունենալ, քանի որ Եվրամիությունում մենք չենք կարող։ Օրինակ մենք չենք վերահսկում մեր սահմանները, մենք շատ վատ ենք վերահսկում միգրացիոն հոսքերը։ Եթե Հայաստանը ինտեգրվի Եվրամիությանը, կլինի նաև ինքնուշխանության կորուստ, քանի որ երբ դուք Եվրամիության մաս եք, դուք տնտեսապես կախված ունեք, չունեք սահմանների եւ միգրացիոն հոսքերի վերահսկողություն, ինչպես նաև կախված եք բարձրագույն դատարանի որոշումներից։ Իհարկե կան նաև առավելություններ, բայց հետո դուք պետք է հետևեք Եվրամիության որոշակի ցուցումներին, դուք չեք կարող ամեն ինչ ինքներդ որոշել։ Եվ իմ կարծիքով ԵՄ-ին ինտեգրվելու մեկ այլ խնդիր կա, այն է Եվրոպա կենտրոն քաղաքականություն ներմուծել Հայաստան, ծախակողմային եւ աջակողմային թևերի բաժանումը։ Երբ ես Հայաստանում էի ապրում, այդքան խորը բաժանում չկար։ Հայերը միակարծիք էին մի շարք հարցերու շուրջ, որի հիման վրա կառուցում էին իրենց դիրքորոշումները ըստ իրենց ինքնության պահպանման եւ աշխարհայացքի։ Իսկ այսօր ես տեսնում եմ հսկայական բաժանումներ առաջադեմ ձախերի եւ պահպանողական աչերի միջև, ինչը պառակտումներ է ստեղծում հենց եվրոպական երկրների ներսում։ Այնպես որ կան բաներ, որ պետք է վերանայել եւ հասկանալ, արդյոք Հայաստանը իսկապես ուզում է արևմուտք կանալ։ Արևմուտքը, ինչպես ասացի, մեծապես նյութապաշտություն է, անհատապաշտություն, ազատականություն, պոստմոդեռնիզմ, ինչպես նաեւ որոշակի առումով նաեւ ազգային ինքնությունից հրաժարվելու հատկություն։ Դրանից հետո կա իրավական պետությունը, որն էլ դրական ազդակ է, որը կարող է օգնել կոռուպցիայի դեմ պայքարին, ինչը չափազանց կարևոր է։ Նաև Եվրամիությունը շեշտադրում է կատարում նորարարությանը, բայց ի վերջո Հայաստանին չպետք է արևմուտք կանալ, որպեսզի նորարար դառնան։ Դուք, հայերդ, միշտ եղել եք նորարարության առաջնանրցում, ինքն խորհրդային միությունում էլ։ Միգերը Միկոյանն էր ստեղծել։ ԽՍՀՄ ատոմային ռոմբը 40-ականների վերջին։ Դրա նախագծումը եղել է Արագած լեռան վրա Հայաստանում։ Այսպիսով ԵՄ գնալը իսկապես ընտրություն է, որի հնարավոր հետևանքները դուք պետք է հաշվի առնեք։ Donc c'est vraiment un choix qu'il faut vraiment que vous puissiez prendre en compte. Եթե ավելի ուղիղ ասենք, առաջիկա 2-3 տարիների ընթացքում որքան են Հայաստանի Եվրամիության անդամ դառնալու հնարավորությունները։ Donc alors
L'Arménie a fait des pas en avant extrêmement importants pour Այսպիսով Հայաստանը չափազանց կարևոր քայլեր է արել փորձելով ինտեգրվել Եվրամիությանը, ինչպես նշեցինք, 2024-ին վավերացրել է Հռոմի ստատուտը, օրինակ, ինչը հեշտացումներ է ենթադրում վիզաների հարցում։ Եվ պետք է իմանալ նաև, որ Հայաստանը 2021 թվականից Եվրամիության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մաս է, եւ 2021-ից ի վեր դա բացել է չափազանց կարևոր ֆինանսական միջոցներ Եվրամիության կողմից դեպի Հայաստան։ 2.5 միլիարդ եվրոյի ներդրում է նախատեսվել կատարել Հայաստանում։ Ներկայումս եւս 270 միլիոն եվրո կա նախատեսված 2024-2027 թվականների համար։ Ես ինչ եմ ուզում ասել սրանով։ Վրաստանի ինտեգրման գործընթացները ըստ երևույթին դանդաղվել են Վրաստանում օտարերկրյա ազդեցությունների դեմ որոշակի կանոնների չկիրառման պատճառով։ Բայց ես քիչ առաջ ինչի մասին էի խոսում։ Օտարերկրյա ազդեցությունները Հայաստանում կան, եւ դրանք միայն ռուսական չեն, որովհետեւ երբ Վրաստանում խոսում ենք օտարերկրյա ազդեցությունների մասին, իհարկե խոսում ենք Ռուսաստանի եւ ռուսախոս աշխարհի ազդեցության մասին, բայց շատ չենք խոսում օրինակ այն մասին, որ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի նախկին նախագահը, ֆրանսուհի է, որը Ֆրանսիայի դեսպանն է եղել Միխեիլ Սահակաշվիլիի Վարդերի հեղափոխության ժամանակ։ Այսինքն նա եղել է Ֆրանսիայի դեսպան, հատուկ դեսպան, եւ 2004 թվականի մարտին լքել է իր պաշտոնը, որ դառնա Վրաստանի արտաքին գործերի նախարար։ Նույն ժամանակահատվածում մեկ այլ քաղաքական գործիչ, ֆրանսիական սոցիալիստական կուսակցության, այսպես ասած, ոչ թե ղեկավարը, այլ հավերժական թեկնածուն Ռաֆայել Գլյուքսմանը 2003 թվականին Վրաստանում էր, եւ 2004-ից 2009 թվականներին նա եղել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հատուկ խորհրդականը։ Այսպիսով Ռաֆայել Գլյուքսմանը 3 տարի, երբ Վրաստանում էր, ամուսնացել էր մի վրացուհու հետ, որի անունը Էկա Զղուլաձե էր, եւ միասին 2013 թվականին նրանք մեկնել են Ուկրաինա մասնակցելու Եվրոմայդանին։ Մինչդեռ նա ֆրանսիացի է, իսկ հետագայում այդ տիկինը Ուկրաինայում նախարար է դարձել։ Ինչու եմ սա ասում։ Քանի որ ուզում եմ նշել օտարերկրյա ազդեցությունների մասին Վրաստանում, Հայաստանում եւ նաեւ Մոլդովայում, որտեղ վերջերս տեղի ունեցած մոլդովական ընտրություններում Մայա Սանդուի կուսակցությունը կրկին հաղթեց խորհրդարանական ընտրություններում, իսկ Մայա Սանդուն մեկն է, որը սովորել է ԱՄՆ-ում, աշխատել է Համաշխարհային բանկում, նաեւ ՄԱԿ-ում, կարծեմ։ Նա գործիչ է, որն ընդամենը մի քանի ամիս առաջ բանտարկեց Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլին։ Սանդուն նրան բանտարկեց մեղադրելով հենց նրանում, որ նա ռուսների ներկայացուցիչն է Մոլդովայում, մինչդեռ Եվրամիության, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Մոլդովայում բավականին շատ են։ Այսպիսով, Հայաստանում օտարերկրի ազդեցությունները բոլոր կողմերից են։ Այդպես է, դրանք ազգ-պետություններ են, որոնցից յուրաքանչյուրը փորձում է այդ ազդեցությունը ինչ-որ կերպ օգտագործել իրեն, իր աշխարհաքաղաքական նպատակներով։ Երբ ինձ հետ խոսում են Ռուսաստանի ազդեցության մասին, ես համաձայն եմ, որովհետև դա այդպես է, որովհետև Բիձինա Իվանիշվիլին ինչ որտեղ վերահսկում է Վրաստանի մեծ մասը, եւ նա ռուսամետ է։ Այո, այդպես է, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը սահմանակից է Վրաստանին, եւ նա երկու տարածք ունի ռուսների վերահսկողության տակ՝ Աբխազիան եւ Հարավարին Օսիան։ Et elle a deux territoires sous contrôle des Russes, l'Abkhazie et l'Ossétie du Sud. Alors, vous pensez... Այսպիսով դուք կարծում եք, որ Հայաստանը շանս չունի անդամակցելու Եվրամիությանը։ Non, parce qu'on a énormément de crises et de Այո, որովհետև մենք հսկայական ճգնաժամեր ու խնդիրներ ունենք Եվրամիությունում։ Մենք մոլորակի ամենամեծ պարտքով բեռնված պետություններից ենք։ Մենք չենք կարողանում դրա տակից դուրս գալ։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում։ Այնպիսի խոշոր ինստիտուցիոնալ ճգնաժամ կա, որը մենք երբեք չենք ունեցել 5-րդ հանրապետության ընթացքում։ Երբ գեներալ դե Գոլը իշխանության եկավ, վերադարձավ իշխանության 1958-ին, դա Ալժիրի պատերազմի թեժ շրջանում էր։ Նույնիսկ Ալժիրի պատերազմը 62-ին Ալժիրի կորուստը այսքան հսկայական եւ խոշոր ինստիտուցիոնալ ճգնաժամ չէր բերել Ֆրանսիային։ Իհարկե դա այլ ժամանակաշրջան էր, բայց այսօր մենք չենք կարողանում կառավարություն ձևավորել։ Մենք չենք կարողանում կառավարություն ունենալ։ Այսպիսով, արդեն իսկ Ֆրանսիան, որը ընդհանուր առմամբ Եվրամիության երկրորդ տնտեսական հզորությունն է, գտնվում է խորը ներքին ճգնաժամի մեջ։ Այնպես որ Հայաստանով զբաղվելու համար նա այլ հոգսեր ունի։ Գերմանիան նույնպես գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ, քանի որ իր տնտեսությունը գործում էր ռուսական գազի շնորհիվ, իսկ հյուսիսային հոսք 1-ը եւ 2-ը խորհրդավոր կերպով պայթեցին 2020-21 թվականներին։ Եվրամիությունը ճգնաժամի մեջ է, բայց քանի որ ճգնաժամի մեջ է, այն ավելի ու ավելի է առաջ գնում, դա է նրա գայթակղության ուժը։ Եվրամիությունը, ինչպես եւ Արևմուտքը,
գայթակղելու ուժ ունի։ Իսկ թե հետո ինչ է նա առաջարկում դրա դիմաց, մի տեսակ պարզ չէ։ Տնտեսական պաշտպանություն, այո, ներդրումներ կան, դա ճիշտ է, բայց ռազմական պաշտպանություն նա չի տալիս։ Նա չմիջամտեց, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա եւ ռուսները պատասխան հարված հաստրեցին ու ներխուժեցին Վրաստան։ Այնտեղ ոչ ոք չմիջամտեց, արևմուտքի ուժը նաեւ գայթակղելն է։ Այսպիսով, Եվրամիությունը շատ լավ է տիրապետում որոշակի դիսկուրսների, որոնք կարող են շատ գայթակղիչ լինել, բայց երբ գայթակղում են, ինչ են տալիս դրա դիմաց, ինչ են տալիս հետագայում։ Այսինքն, տնտեսական տեսանկյունից պաշտպանություն, մի փոքր, կախված իրավիճակից, Հայաստանը ընդհանուր առմամբ աղքատ, նույնիսկ շատ աղքատ երկիր է։ Արևելյան շատ երկրներ նույնպես այդպիսին են։ Այսպիսով, Եվրամիության ներդրումները, որոնք գալիս են ավելի հարուստ երկրներից դեպի ավելի աղքատ երկրներ, Եվրամիությունը ինքը ինչ է ստանում դրա դիմաց։ Այսինքն դա բիզնես է։ Իսկ ռազմական տեսանկյունից պաշտպանության հարցում Եվրամիությունը չունի եվրոպական բանակ, այդպիսի բան գոյություն չունի։ Դրա մասին արդեն որոշ ժամանակ է Էմանուել Մակրոնը եւ որոշ քաղաքական գործիչներ են խոսում, բայց ոչ բոլորն են համաձայն, որովհետեւ Եվրամիությունում ինչ-որ բան առաջ տանելու համար հարկավոր է, որ Եվրամիության բոլոր անդամ պետությունները համաձայն լինեն։ Եթե գոնե մեկ պետություն արգելափակում է, հարցը փակվում է։ Օրինակ, բավականին հաճախ Ռուսաստանի եւ Բելարուսի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներն արգելափակվում են Հունգարիայի եւ Սլովակիայի կողմից։ Սլովակիան եւ Հունգարիան մինչեւ օրս կախված են ռուսական գազից, որը ի դեպ անցնում է Ուկրաինայով։ Տեսնում եք Եվրամիության քաղաքականությունն ինչ խրթին է։ Կցանկանայի հավելել նաեւ, որ Եվրամիությունում ոչ բոլորն են համաձայն շարունակել մնալ Եվրամիության կազմում։ Միացյալ Թագավորությունը դուրս եկավ Եվրամիությունից իրենց հուզող խնդիրների պատճառներով։ Նրանք եվրոյի արժույթի չէին էլ անցել, դեռ ստերլինգ ունեին, բայց օրինակ Իսլանդիան հրաժարվեց մտնել Եվրամիություն։ Նա չի ուզում մտնել ԵՄ։ Շվեյցարիան իր հերքին չի ուզում անդամակցել։ Այսինքն կան նաև երկրներ, որոնք շատ առավելություններ չեն տեսնում ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Սակայն պետք է, հարկավոր է Եվրամիություն, բայց ոչ Բրյուսելի Եվրամիությունը, այլ Եվրամիություն, այսինքն եվրոպական պետությունների միջև համակարգման եւ համընթացության մի ամբողջություն։ Ինչ որ կերպ ստեղծել մի տեսակ եվրոպական կայսրություն առանց կայսեր կամ մայրաքաղաք ունենալու։ Ինչպես կարելի է պատկերացնել։ Բայց այնպես լինի, որ այն կարողանա դառնալ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից անկախ բևեռ, բայց առանց այդ բոլոր կայսրություններից կտրվելու։ Լավ կլիներ, որ Եվրամիությունը իդեալականում բարեփոխվեր ու դառնար այլ բան, քան տեխնոկրատիայի եւ համատարած կոռուպցիայի այս կույտը։ Դուք իհարկե հիշում եք Ադրբեջանի հետ կապված քավիարային դիվանագիտության սկանդալները։ Օրինակ Եվրամիությունում լոբբինգը արգելված չէ։ Եվ դու եվրապատգամավոր ես, կարող ես լոբբինգով զբաղվել, այսինքն քեզ գնում են եւ հետո դու օրենքներ ես ընդունում հահոկու այս կամ այն պետության կամ ընկերության։ Եթե դուք ուզում եք մտնել այսպիսի Եվրամիություն, իրականում կարծում եմ բացի ներդրումներից եւ իրավական պետություն դառնալու աջակցությունից շատ բան չեք ստանա դրա դիմաց։ Փոխարինը դուք այլևս ինքնիշխանությունը շատ երկար չեք պահպանի։ Ուրեմն, եթե ամփոփենք մեր այսօրվա հարցազրույցը, դուք ասում եք, որ Հայաստանի Եվրամիություն անդամակցության մասին խոսույթները պատրանքներով են սնված, այո՞։ Հիմնականում այն պատճառով, որ ամեն դեպքում ես չեմ կարծում, որ նրանք ձեզ կընդունեն, պարզապես ոչ կարճաժամկետ հեռանկարում, բայց հետո չափազանց բարդ է պատկերացնել, թե ինչ կլինի 2-3 տարի հետո։ Դուք պատկերացնում եք 2019-ին, թե ինչ կլիներ 2020-ին եւ 2022-ին։ Դա անհնար էր բացառությամբ, եթե լինես ինչ-որ գուշակ կամ առանձնապես խորաթափանց վերլուծաբան, ինչին ես շատ չեմ հավատում, բայց ոչ ոք չէր պատկերացնի, թե ինչ կլիներ 2020-ին եւ 2022-ին։ Ռուսաստանն ուզում էր տապալել Ուկրաինայի կառավարությունը եւ վերջ։ Դե նրան չհաջողվեց տապալել Ուկրաինայի կառավարությունը։ Եվրոպան, Եվրոպայի մեծ մասը եւ ԱՄՆ-ն ու այլ երկրներ միջամտեցին նրանց աջակցելու համար։ Մինչդեռ մոլորակի մնացած մասը այս կամ այն կերպ աջակցում է, որովհետեւ գրեթե ամբողջ Աֆրիկան աջակցում է Ռուսաստանին։ Այնպես որ մենք չէինք պատկերացնի, թե ինչ կլիներ հետագայում։
եւ Հայաստանը հայտնվեց այստեղ ինչ-որ մեջտեղում։ Այսպիսով այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերն այնքան էլ այն չէ, թե ում մոտ գնամ, քանի որ իմ կարծիքով, եթե Հայաստանը կարող է լավ դիրքավորում ունենալ, դա իսկապես լավ դիվանագիտություն վարելն է։ Այսինքն Եվրամիության մաս չկազմել, այլ պահպանել մի ոտքը Եվրամիությունում, ինչը նա արդեն արել է, այսինքն ամրապնդել կապերը Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների միջոցով։ Գերազանց հարաբերություններ պահպանել Իրանի հետ, անկախ այնտեղի ռեժիմից։ Պետք է դադարեցնել այս պատմությունը, այո, բայց regime change։ Դա ամերիկացիներն են, որ ուզում են regime change։ Լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։ Եթե պետք է պահել ռուսական ռազմաբազաները Հայաստանում, փորձել լավ դիվանագիտություն վարել։ Ինչ եք նախընտրում, ունենալ ռուսական ռազմաբազաներ Հայաստանում, թե ունենալ ՆԱՏՕ-ի բազաներ Թուրքերի հետ։ Ինչ որ պահի պետք է նաև ընտրություն կատարել։ Ծավալի է ասել, բայց 2020-ին եւ 2023-ին դուք պատերազմում պարտվեցիք։ Պատերազմը պարտված է։ Այնպես որ այստեղ պետք է լավ դիվանագիտություն վարել։ Մի բան, որն այս պահին ըստ երևույթին այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ եւ խուսափել նրանից, որ Թուրքիայի, Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև կապի նախագծերը Հայաստանը դարձնեն պարզապես մի հանգույց պանթյուրքական առանցքում։ Զգուշ եղեք, որովհետև Եվրամիությունը վերջերս ձեզ տրամադրած օգնության փաթեթում գումար ունի նաև հայկական ենթակառուցվածքները վերանորոգելու եւ նորերը ստեղծելու համար, հենց այդ կապն ապահովելու նպատակով։ Եվրամիությունը կցանկաներ հասանելիություն ունենալ Կենտրոնական Ասիային եւ նա ստիպված է դա անել Թուրքիայի եւ Կովկասի միջոցով։ Իսկ ով է մեջտեղում, ինչպես միշտ, արդեն 3000 տարի շարունակ, դե իհարկե Հայաստանն է։ Եվրամիությունը չի ուզում անցնել Իրանով մի շարք պատճառներով, որոնց մասին մենք տեղյակ ենք։ Նա չի ուզում անցնել Ռուսաստանով, այդ պատճառներն էլ լավ գիտենք, եւ հատկապես ամերիկացիներն են, որ դա չեն ուզում։ Les Américains qui ne veulent pas ça. Merci beaucoup, merci d'être avec nous. Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Իմ հյուրը անկախ փորձագետ Մաքսանս Մանյոտոն էր։ Indépendants et essayistes.